Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի կարս երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում դրանից հետո մանրամասներ կհայտնվեն։ Պարոն Ռուբինյան, քննիչը որ եկավ Հայաստան, հա, իր անձնագրում կնիկ դրվել է մուտքի եւ եկի։ Դա պետք է այլ մարմինների հարց։ Երևանում է լինելու հանդիպումը, դուք ասացիք, որ ժամանակած տեղի կունենա միջգերատեսչական։ Կասենք հետո։ Սահմանների բացման մասը։ Սահմանների բացման։ Երկաթգծի վերագործարկման մասին։ Իսկ սահմանների բացման մասով քննարկումներ շարունակվում։ Այո։ Ինչ փուլում են, ինչ Ով։ Ով է ասում։ Մամուլը գրում է, որ իշխան։ Որ մամուլը։ Ով։ Մամուլն է գրում, չեմ հիշում, որ մամուլն է։ Հա։ Միստերիայի մեջ է, որ մեր ձեռով մեծ հանրահավաքար է, ընդդիմադիրները կարող են ձեզ տալ։ Դե մամուլին որ տեսնեք, կասեք, որ հիստերիայի մեջ ինքն է։ Այդ ամեն դեպքում Ինչու պետքա ինձ անհանգստացնի մի վարքան էլի, ախր ինչու ինձ պիտի անհանգստացնի ինչ որ մեկի հանրահավաք։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են անել հանրահավաք եւ ի տարբերություն այլ տարիների այդ հանրահավաքի ժամանակ օրինակ դիմավորված ուժայինները չեն գալիս ծեծում եւ սպանում այդ հանրահավաք անողների։ Բայց մարդկանց չի անհանգստացնում։ Ինչ 7500 թիվը ոչ չի անհանգստացնում։ 30,000 Դե հիմա ես հակված եմ հավատալ ավելի բան, ինչ ասեմ, հարգված կազմակերպությունների, բայց ասեմ ձեզ, նույնիսկ եթե 30,000 լինի, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, ժողովուրդը 2026 թվականին ում կուզի կընտրի։ Չեք անհանգստանում, որ սիրո եւ համերաշխության քոչերով եկած իշխանությունը պաշտոնավարումից 7 տարի անց 30,000 հոգի եւ ավելի։ Բայց ինչի 7 տարի անց, 5 տարի առաջ էր, 5 տարի անց էր 30,000։ Ես էլ եմ այդ ասում եմ, ինչի 7 տարի անց, 5 տարի անց էլ 5 չէ նույնիսկ ներողություն։ 2 տարի անցել, 3 տարի անցել էր 30,000 հոգի, պահանջում է իշխանապողություն 2021 թվականի հունիսին ընտրություններից անմիջապես առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ աջակիցները հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք են արել, որին մասնակցել է կրկին ըստ իմ շատ հարգած արժանահավատ աղբյուրների մասնակցել է 30,000 մարդ, որից ընդամենը օրեր անց մենք հաղթել ենք ընտրություններում։ Ինչ խնդիր։ Ինչու եք խախտում իմ անմեղության կանխավարկածը։ Դուք պնդում եք, որ ես ինչու եք մեր անմեղության ինչու եք մեր իշխանությունը չի կարող իշխանությունը չի կարող որևէ մեկի կալանավորել, որևէ մեկին կալանավորել կարող են համապատասխան իրավապահ մարմինները դատարանի վճռով եւ հետեւաբար խնդրում եմ ձեզ չխախտել իշխանությունների անմեղության կանխավարկածը։ Խնդրում եմ չխախտել Նիկոլ Փաշինյանի անմեղության կանխավարկածը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրահանգներ տալ դատական իշխանության։ Ինքը նաև ասել է, որ ինքը չի տալիս հրահանգ։ Նույն հարցը ուրիշ կերպ տամ, ես Վարդան Ես շատ ըստեյության պատասխանեցի։ արժանապատվի կրողը չեմ, բայց ինդիմությունը, որը շարժվող ինչով է ճիշտ, որ այնուամենայնիվ դուք են իշխանությունը պետք է լինեիք, որ անմեղության կանխավարկածը չխախտեք, մինչև դատավճիռ չլինի, այդ բոլորը շոուն Ինչու եք խախտում մեր անմեղության կանխավարկածը, ինչ նշանակում շոու, ինչու եք իրավապահ մարմինների անմեղության կանխավարկածը խախտում։ Իրավապահ մարմինները շոու չեն անում, իրանք իրենց աշխատանքն են կատարում։ Ես ձեզ կոչ եմ անում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը չանվանել շոու, Նիկոլ Փաշինյան չմեղադրել շոու չի եղել, ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ես չգիտեմ, դրոնն ա գաղտնալսել թե չէ։ Ես նախ չգիտեմ դրոնը եղելա թե չէ։ Երկրորդը ձեր հարցը ինձ չի ուղղված, այլ իրավապահ մարմիններին ա ուղղված։ Երրորդն էլ դուք գնացեք դուք այդ հարցը տվեք Ռոբերտ Քոչարյանին, ասեք Ռոբերտ Քոչարյան, այդ որ պապլավոկից դուս եկա, կարող եք ձեր թիկնապային ձեր այդ տանեիք, որ մարդուն անդազանջ անի, մի վիճեք իմ հետ, կգնաք Ռոբերտ Քոչարյանին կհարցնեք,
կացնեք, գնացեք Ռոբերտ Քոչարյանին, կասեք պարոն Քոչարյան, ձեր թիկնապային, կասեք շեֆ, ձեր թիկնապային, ինչի ձերը չտարակ, որ անդազահան չանի այդ մարդուն ու դաշնակցականին չսպանի։ Եթե այլ հարցեր չկան, ես գնացի։ Կան այլ հարցեր կան։ Ըստ ձեզ այս ձեռնարկատվությունն կալանավորումը կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ եւ կոնսոլիդացնել։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Ամեն դեպքում անմեղության կարգավարկածը ոչ Մի խանգարեք ձեր գործընկերոջը, հարց է տալիս։ Խնդրեմ։ Ինչ եք խոսում։ Գործընկեր Էմմա Պալյանը ամուսնու հետ կապված եւ փաստաթղթերով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ-որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն։ Սա կաշառակերության դեպք չի, հովանավորչության դեպք չի, թե դուք դա Ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ ելի ձեր խոսքերի մեջ ամեղության կարգավարկածի խախտում կա։ Խնդրեմ հիմա։ Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կանխավարկածը չխախտելով ամեն դեպքում, եթե մեր ձևով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում, ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ Բայց ով ասեց, որ տեսեք, համ ասում եք անմեղության կանխավարկածը չխախտելով, համ ասում եք մեկ բառի համար ձերբակալվեց։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար է ձերբակալվել, նշանակում է դուք պնդում եք առնում, որ անմեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Երկրորդը մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ոնց էր որ հոդվածով էր իշխանության բռնի իշխանազավթման հոդվածով որովհետև համապատասխան որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրականն է։ Դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի մի վարքյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է եւ միայն բայց դուք դրա մի վարքյան, դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։